Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա, խորհրդանում լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև մենք մեր դիրքորոշումները խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց, այդ թվում այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Եվ այդ ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք։ Վարչապետի խոսքով Հայաստանի գրավոր առաջարկին Ադրբեջանը գրավոր պատասխան դեռ չի տվել։ Ըստ Փաշինյանի, հենց խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների, սակայն 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն։ Մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես հորադիս երասգծի վրա, որտեղ եւ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների։ Փաշինյանի խոսքով զուտ աշխատանքային դիվանագիտական կոռեկտությունից ելնելով այլ մանրամասներ չեն հայտնում։ Այսինքն մենք ասում ենք, մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ տրամաբանության, նշանակում է ունենք որոշակի վստահություն, որ մեր հանրության, այդ թվում Մեղրի խոշորացված համայնքի, մեր բնակչության, այդ թվում Սյունիքի մարզի, այդ թվում Հայաստանի Հանրապետության բնակչությունը կտեսնեք, ասի, հա, շատ լավ, նորմալ կոմպրոմիս է։ Վարչապետի խոսքով Ադրբեջանն ասում է, քանի որ Հայաստանը լուծումներ չի առաջարկում, դրա համար որոշել են օգտվել Իրանի երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չեն օգտվի դրանից։ Եվ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ բարձ հասկանալի լինի, եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրան Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում։ Երկրի ղեկավարն ընդգծեց, եթե նույն պայմանն ընդունելի է Իրանի տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի տարածքով անցնելու համար։ Վարչապետը լրագրողի հարցին պատասխան անդրադարձավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի։ Այնտեղ չկա մի բան, որ երրորդ ուժ պետքա մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ ներողություն եւ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքը արձանագրված։ Այս առաջինը վերահսկողությունը ըստ էության ինչի վերահսկողություն, հասկանաք, շատ կարեւոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք, որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով, ել չեմ ասում ամենակարևորը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի։ Անդրադառնալով սահմանազատման գործընթացին վարչապետը չհամաձայնեց դիտարկմանը, թե իրավիճակը փակուղային է։ Ասաց Հայաստանը սահմանազատումը շարունակելու հետ կապված գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։ Առաջարկները գիտեք հետեւյալի մասին են, թե ինչ տրամաբանության եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը։ Նու գիտեք, որ ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք, մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել, ես սպասում ենք Ադրբեջանի արձագանքը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև նոր սահմանադրության տեքստի մասին հարցին, հայտարարեց իր կարծիքով Հայաստանի նոր սահմանադրության տեքստում անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով
նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Վարչապետը հիշեցրեց, որ նոր սահմանադրության հարցը օրակարգում է եղել անմիջապես 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Խոսեց նաև պատճառներից, թե ինչու է կարծում, որ Հայաստանում նոր սահմանադրություն պետք է ընդունվի։ Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք մենք։ Եվ ես դա տեսնում եմ ամեն օր, եւ ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում, եւ ես դա տեսնում եմ մեր ընկալումներում։ Եվ ես շատ մտածել եմ այդ մասին, թե ինչն է դրա պատճառը։ Իսկ իմ կարծիքով պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով։ Սահմանադրական բոլոր հանրաքվենները հանրային համոզվածության համաձայն ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել։ Այլ կերպ ասած, ըստ վարչապետի, հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել կամ կեղծվել են։ Տաթև Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։